Հայկական Կարմիր խաչի և Իրանի Կարմիր մահիկի ընկերությունների ղեկավարները ստորագրում են համագործակցության հուշագիր։ Երկու երկրների մարդասիրական կառույցները համատեղ նոր ծրագրեր կիրականացնեն, կխորացնեն գործընկերային հարաբերությունները։ Հայկական Կարմիր խաչի ընկերության նախագահ Դավիթ Ներսիսյանը նշում է, կարևորում են համագործակցությունն արտասահմանյան գործընկերների հետ, նպատակ ունենալով սերտ կապերի միջոցով դրանք առավել զարգացնել։ Նախորդ տարի էր պատվիրակությունը Թեհրանում իրանական կողմի հրավերով, հիշեցնում է և գնահատում, փորձի փոխանակման տեսանկյունից այդ այցը նույնպես կարևոր էր և ուսանելի։ Տարբեր ուրեմն ոլորտներ ենք դիտարկում, բայց այս տարբեր ոլորտները բացարձակապես միայն հումանիտար շրջանակների տիրույթում են գտնվում, մասնավորապես փորձում ենք հասկանալ կարիքները Հայաստանի Հանրապետության հումանիտար ոլորտի և հենց այդտեղ էլ իրանական Կարմիր մահիկը պատրաստակամություն է հայտնել մեզ ուժեղացնելու, զորացնելու, որպեսզի մենք էլ կարողանանք էլ ավելի հասանելի դառնանք մեր շահառուներին, բնակիչներին ու կարողանանք օգնել։ Իրանական կողմը հաջողությամբ օգտագործում է տրանսպորտային փոխադրամիջոցները փրկարարական և շտապ օգնության աշխատանքներում, այդպիսով մեծացնելով մեքենաների պարկը։ Իրանի Կարմիր մահիկն ունի նաև աջակցության կենտրոններ երկրի դժվարանցանելի հատվածներում, որտեղ աշխատանքը պահանջում է կոնկրետ հմտություններ, և մեր հարավային հարևանի Իրանի Կարմիր մահիկի նախագահը կարծում է, այս փորձը Հայաստանում էլ կարող է արդյունավետ լինել։ Փիր Հոսեյն Քոլիվանդն իր հերթին ընդգծում է, Հայկական Կարմիր խաչի ընկերությանը համարում են բարեկամ և գործընկեր կազմակերպություն, ուստի համատեղ աշխատանքը բազմաշերտ է։ Իրանն ու Հայաստանը սերտորեն համագործակցում են բազմաթիվ ոլորտներում։ Կարևորում են կադրի տեխնոլոգիական հնարավորությունների համատեղ կիրառումը, բույս սարքավորումների ու դեղորայքի, ինչպես նաև միմյանց տեքստիլ արտադրանքի տրամադրումը։ Մենք Իրանում խթանում ենք նաև գործունեությունն ավանդական բժշկության, բուսաբուժության բնագավառում, նպաստելով մասնագիտացված կենտրոնների ստեղծմանը։ Անհրաժեշտության դեպքում շահառուների կողքին լինելը թե Հայկական Կարմիր խաչի և թե իրանական Կարմիր մահիկի ներկայացուցիչների համար առաջնային է։ Սա խարսխված է մասնագիտական գործունեության 7 հիմնարար սկզբունքների վրա՝ մարդկանց ցավն ու տառապանքը նվազեցնելու համար։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։